Նախկին սրտակեր Ասլիկի պլանետան մռնչում է գյուղի փողոցներում, պապն էլ հոլիվուդյան ֆիլմի դերասանի կեցվածքով սլանում է դեպի տուն սիրելիի մոտ։ Նրանք, ովքեր կարծում են, թե 92 տարեկանում կյանքի միակ զբաղմունքը բժշկի գնալն ու դեղ խմելն է, չարաչար սխալվում են։ Ասլիկ պապն ապացուցում է, որ տարիքը պարզապես մեծ թիվ է։ Սա իմ հնգերն է, 80 թվից։ 80 թվին առել եմ, ես մոտոն չել, ես 90 թվին եմ առել։ Ես ունացել եմ ես 3-4 մոտոնա։ Մոտոցիկլետի ձեռքից տատն արդեն կրակն է ընկել, բայց պապը խենթություններից հրաժարվելու միտք չունի, անգամ հանուն սիրելիի։ Գնում գարաժը բացանոթել եմ, մոտոն հանել է, ջղային անում եմ, իջև գալիս է, արդեն 3 հատ սրտի դեղ եմ խմացելու, շատ վաղ չեմ էլ ասում, ես սրտային էլ դառայի կաստի ճոճկանը։ Տատի սիրտը մաշվում է գրողի տարած մոտոցիկլետի պատճառով, բայց պապի հոգսն էլ չէ ու չի պատրաստվում իջնել իր պողպատե ձիուց։ Գեղեցկուհի տատը Ասլիկ պապի երկրորդ կինն է շնողից։ Երկրորդ հարսանիքն արել են զուսպ առանց մեծ հանդիսությունների, բայց ոչ առանց փոքրիկ խորամանկության։ Նորահարսը 50 անց է եղել ու վստահ, որ ամուսնանում է 78-ամյա կենսուրախ տղամարդու հետ։ Ըստ ընտանիքի աղբյուրների պապը կնոջն ասել է, թե համ անձնագիր ունի, համ դիպլոմ, բայց տաքսի ներկայացման կնյազի նման պատճառաբանել է, թե կորցրել է։ Բայց երբ վերջապես գաղտնիքը բացահայտվել է, նորահարսը սկզբում մի քիչ բարկացել, կանացի նազուտուզ է արել, 1 օրով խռովել, բայց հետո ներել է։ Ինձ իր տարիքը խաբել է։ Չէ, ճիշտը կասեի, 75 տարեկան էր, բայց ասա 62 տարեկան եմ։ Իսկ ես էլ 52 տարեկան էի։ Այդ էս խաբելով չնայած դժգոհ չեմ, փառքաստու, իմ երեխեքներ են իրան շատ հարգում, ինքն էլ իմ երեխեքին, իր երեխեքն էլ իմ երեխեքին, նենց որ ես տարբերություն չեմ դնում, իմ թորն ու իր թորները իր աղջիկը որ զանգում են, ասում են Հայկազը ոնց է, իմ թորին շատ են սիրում, իրաց պապի անունով հոր, ամենափոքրը Հայկազն է։ Միշտ ամեն հարցնելով Հայկազը ոնց է։ Ասլիկ պապը տարածաշրջանում ամենահայտնի մասնագետն է էլեկտրականության ոլորտում ու ամենահայտնի ճարտարախոսը։ Ասում են, մի ժողովուրդ 10 առանց աչքը ճպելու ճարտարախոսությամբ ժամերով կզբաղեցնի ու չի էլ ձանձրացնի։ Ճոճկանում ոչ մի ուրախության ու տխրության առիթ չի անցել առանց պապի կենացների ու այդպես ջահել տարիներից մինչև հիմա։ Հիմա էլ իր մոտոցիկլետ վարելով է հայտնի դարձել ու 1001 երկրից գալիս են ամենատարեց մոտոցիկլետավարի հետ ծանոթանալու ու լուսանկարվելու, նաև համոզելու իրենց վաճառել հայտնի մոտոցիկլետը։ Ասլիկ պապն իր երկրորդ գեղեցկուհուն հանդիպել է շնողում, այնտեղ էր աշխատում իր խոսքով կրթված ու գրագետ մարդկանց գյուղում, հենց այնտեղից էլ ընտրեց նրան։ Բայց ճոճկանի հենց դիմաց գտնվող գյուղի մասին ինքն էլ շատերի նման լսել էր, որ մատերիալ, այսինքն բողոքներ գրող են, այսպես ասած Կլյաուզայի սիրահար։ Արի ջղայնան ալմի եկակնիկ ես։ Բայց տատը տակը չի մնում, ոչ մի շնողնեցի էլ կլյաուզնիկ չի, որովհետև եթե բողոքներ գրում են, ավելին չէ, քան այլ գյուղերից գրվող բողոքները։ Եվ եթե այլ գյուղերից անանուն բողոք են գրել, շնողնեցին միշտ համարձակ ստորագրել է իր դիմումի տակ։ Եվ հետո այդ կեղծ լուրն առաջացել է դեռ ցարի ժամանակ, երբ ոչ մի գյուղում գրագետ մարդ չկար, իսկ շնողի կեսը գրագետ էր ու ամեն տեղից գալիս էին շնողնեցիներին խնդրում, որ գավառապետին, ոստիկանապետին մի գանգատ գրի։ Ահա իսկական պատճառը։ Պապն էլ ճշմարտությունն իմանալով խիղճը հանգիստ կատարել է ընտրությունն ու փոշման չէ, ոչ մի դիմում, ոչ մի գանգատ։ Նալ գյուղում գիտես ոնց էր, կրթությունը շատ էր։ Ու այդ մարդը, որ ինքը կրթված էր, զգում էր, որ ես գողություն եմ արել, ու աշկար չի լոմի կասեր, այն մարդը ամեն օր հետ մորխոսից գողանում են, չի չեք պատժում, այդպես ասեն կլաուզնիկ է, այ ճիշտն ասելու համար ասեն կլաուզնիկ է, ոչ թե ինչ որ նա սուտ բան էր ասում, այլ ճիշտն էր ասում։ Որ այդ մարդը էս բանա, էս մի սիմիլանտ է, գնում աշխատանքի աշխատում չի, բրիգադիրը բողոքում է, ընկերուհի բողոքում, ընկերը բողոքում է, որ գալիս է չի աշխատում։ Նել ասե պատժեք դրան, ասեին կլաուզնիկ է։ Ճիշտ խոսալում ասեին կլաուզնիկ, այդ ձև էր կպել, շնողի անունը։ Բայց դե շնող մոտարապես 20 տարի աշխատել եմ այդ բրիգադի հետ։ Շնողներ, թեղուտներ, ճոճկաններ, մեծ այրումներ, փոքր այրումներ, նեղոցներ, այդ չի մեր բրիգադիններ, հաղպատներ, էլի մեր բրիգադինը,
Այդքանով բրիգադով աշխատում էի։ Շնողեցիների մասին սուտ ու զրպարտիչ տեղեկություններ տարածողների բերանները շատ արագ է փակում ու իր գյուղի պատիվը բարձր պահում ճոճկան հարզ եկած տատը, ով պապին բարկացնելու համար սկսում է պատմել իր լսած հազար ու մի պատմությունները կոպեկ սեղմող ճոճկանեցիների մասին։ Դե որ ինքը մեր շնողին կպավ, ես էլ ճոճկանեցին, ծառը ծաղկում է, բարևը մոռանում է, հենց տերևը թափում է ծառի, արդեն բարնուշ ու բարև, արդեն մինը տուն են գնում։ Այ ճոճկանեցիկ էլ էտեն։ Միրգը հասավ, իրար չեն ճանաչում։ Կողքիցը կտանի ավտոյով իր ապրանքը կտանի կծախի կգա, գիտի դու ինտի կանգնած ես, դու էլ տեստանի, քեզ չի ասի, որ դու էլ ունիս, հետդ տանեն։ Այ է ձևին, սրանց մոտ ես ճոճկանեցես մոտ կար նախանձությունը։ Դա ոչ թե բարի նախանձա, դա բարի նախանձ, չնայած նախանձը մնում է նախանձ, դա չեն կասեն, բարի նախանձա։ Բայց ունեն, այդ ճոճկանեցիկ էլ էտ ունեն, հեմի թող կնա։ Դու էլ պատասխան։ Դե հեմի աղբոտ կնիկը կլեսի ու կասի շատ տեղին ասավ։ Են միրա ջան, ականջդ կանչ, հեմի տես, հա դե կտենաս։ Տատը կատակով ներկայացնում է հարզ եկած գյուղի մասին պատմվող սուտ ու ղորտ լեգենդները։ Պապն էլ փորփրում է հիշողությունը շնողնեցիների մասին մի նոր պատմություն էլ գտնելու համար չի գտնում։ Ասում է գնակ էլ մեկ է կհիշի ու հոգու հետ կխաղա իր Ասլիկի։ Ասլիկն էլ խոստանում է այդ դեպքում ինքն էլ կպատմի մեկ այլ պատմություն։ Ու այսպես կատակով միմյանց հոգու հետ խաղում են, ասում, ծիծաղում, մեկ-մեկ էլ նեղանում, բայց իր իգնահացին բարիշում։ Դե դեր պետք է պատասխան տա։ Ինձ ոչինչ։ Այս ամի մախբերները կտենա, դե կտենա։ Չէ, տատը, որ զրույցին ավելի ուշ է միացել, չէր է լսել, թե պապն ինչպես է գովում հարևան շնողեցիներին, որ հացոց, սրտաբաց ու հյուրասեր մարդիկ են։ Հենց դրա համար էլ պապը շարունակում է գովել շնողն ու նրա մարդկանց, բայց իր գյուղի պատիվն էլ գետնով չի տալիս։ Իմ հորաստանն էլ այն կհաց կերել, կարավ ար բան ասի։ Դե մարդ չկա, որ դիան Միջևից։ դիրեկտորի, բրիգադիրներ, Միջևից։ ագրանոմա, պարտկոմա, գարաժի վարիչա, այդ բոլորը հետ աղոհաց է բարել։ Բոլորն էլ ինձ ճանաչում էին։ Բոլորը։ Ես մտել եմ Նորեկյանի մոտ կանցարի։ Ես ուզեի ասեմ, այդպես է դե։ Ասել ով ես, ասել եմ ճոճկանիշերից։ Մեր Ասել եմ ինձ նախագահ։ պետք է այս ինչ բանը։ Ահա։ Ասել է ձեր գեղը մկա ոչ։ Ասել եմ մեր գեղի նախագահին էլ եմ ճանաչում։ Քեզ էլ։ Օ, ուրեմն դու լավ տղես, կերտած, անուշավանին կասես, ինչ ուզում ես փողը կտաս ու կտանես։ Այն մարդի ասած։ Մի խոսքով պապը խոստովանում է շնորհքով ու տող խմող մարդիկ են իր աներանց գյուղում։ Իսկ եթե Կլիաուզի մասին էլ խոսում է կնոջ հոգու հետ խաղալու նպատակով, թե չէ վատն էլ լավն էլ ամենուր է։ Իր սիրային հաջողությունների համար մի փոքր թվաբանական կլորացում կատարած պապի ու գեղեցկուհի կնոջ միությունը հարազատներն օրհնել են ու արդեն երկար տարիներ հաշտ ու երջանիկ ապրում են մի հարկի տակ։ Երկուսի երեխաներն ու թոռներն էլ այստեղ հավասարաչափ սիրված ու սպասված են, ինչպես բոլոր հյուրերն անգամ անծանոթ։ Ասլիկ պապն այդպիսի մարդ է, տատն էլ նրանից հետ չի մնում, ամեն եկողի առաջ սեղան ու սիրտ են բացում։ Հենց այդպես էլ իրենց սիրտը բացեցին միությունից հետո նոր հարազատների առաջ։ Սեղան եղել, մեկ էլ տաներ կեղել։ Այդ օրն էլ աղբորս աղջիկը Նստել ենք, ծննդաբերեց, այստեղ աղոհացար այդ են։ խաբարն եկավ ծննդաբերելա, գնացին կանյակ բերի խանութից, ավելի մեծ ուրախություն ելավ։ Երկար նստել, աղոհաց ենք այլ սեղ։ Ոտս են ծերին պահում է, մինալ մի հետաքրքիր բան անչեմ, դες փոխել է։ Ու խառնեց արդեն, всё, ասեմ ասլիկ, օ դրանց գլխիներ, միներ կտե, ինչ ես ներվահանելում, սաղորը լրաբերը, սաղորը էսա Նիկոլին, էսա սին ասում, խի են ասում։ Մեր վարչապետն է, լավ է, շատ գոհ եմ ես նրանից, ով ինչ ուզում ասի։ Այլես գոհ պապի։ Խեչի գոհ, ինչ Գոհ եմ, որովհետև մեր Այն մարդը ժողովուրդը ուզում է միասնական չեն։ Մեր ժողովուրդը եթե Իրար միասնականը մոտիկ լինի, Նիկոլը չելի թեկուզ են մուրած կան տարեխեք կանել, 10-20 տարեկան, որ ինվալիդ են, նա էլ կարա կառավարի։ Եթե նա կարում չի իր կողքի խելացի մարդը կասի Սումբատ, այս բանը սեհանի, ոչ թե ասի դու սխալ ես արել այս բանը։ Կամ էլ Փոխանակ ասի Փաշինյան, այդ որոշումը որ կայացրել ես, մեր ազգի մնաս է, մեր այդ որոշումը այս ձևի անենք։ Չէ, դու գնացել ես, քեզ գլխու ես, գործ նայել ես, մեզ դուր չի գալի, մեր Հայաստանին պետք չի, կռվում են, եկ Դավիշավի իրար տալիս են խորհրդանում, ամուտ։
Ամոթավա ինչա։ Ահայ, քրիստոնյա մարդիկ, որա ձեզ պահեք, հասկացեք, միասնական եղեք։ Միշտ էլ ասում են էլ մեկնաբաննի կան խոսում են ասում են չէ մեր արգը միասնական չլի, մենք լավը չենք լինի։ Միասնական լինելու կողքինին տեղի անտեղի չքննադատելու ու հաշտ ապրելու կողմնակից են այս հարկի տակ ու երազում են, որ իրեն շրջապատում էլ մարդիկ այդպես ապրեն։ Երկուսն էլ մեծ ընտանիքներում են մեծացել, որտեղ եւ զրկանքներ են տեսել եւ դժվարություններ, բայց միշտ միասնական են եղել ու այդպես էլ հաջողացրել են հաղթահարել սովը, պատերազմները, դժվարությունները, մի խոսքով ամեն բան։ Մենք էլ անասուն ենք պահում, անասնապահեր հերոս, մենք ունենք շատ անասուն ենք։ Եվ որ անասունը սուբահեր մնում, սով ենք մատնում, եւ որ կողը ծնում էր արդեն կաթ ենք ունենում, արդեն լավն ենք, կաթով ապրում ենք, մածունով, կաթով, սմետանով, հակուս չունենք, հակուսն ինչ էր, մի հատ սենց շալվարը իրանից կտոր չկար վրեն, սաղ են մաշված շորերից կտրում էին, սել լատկե կպցնում, որ պատրված չերևա, ուրախ ենք ապրում։ Հիմա թույն չկար, բոլորս էլ առողջ ենք, այդ ձև ապրում ենք, բայց առողջ ենք։ Այսպես ուրախ էր կյանքը լի դժվարություններով, բայց եւ ավելի հետաքրքիր ու բովանդակալից, ասում է Պապը։ Իր առաջին կնոջը Պապն ընտրել է գյուղից, իր դպրոցից աչքադրել ամենագեղեցիկ ու զուսպ աղջկան։ Դեռ այն ժամանակներից ու մինչև հիմա Պապը բնական գեղեցկության կողմնակից է։ Դե այն ժամանակ մեր գյուղի բոլոր աղջիկները բնական էին։ Կային լղար, կային չաղ, ոնց որ այսօրվա դրության կան աղջիկներ չաղ են, կան լղար են, բայց այն ժամանակ համարել թե բոլորն էլ գեղեցկուհիներ էին։ 58 թվին ամուսնացա հունվարին։ Ամուսնուտին միրիկ ու գնացինք, քեֆ արինք, բերեցինք տուն ու վերջ։ Իր կյանքի ու գյուղի լավագույն տարիները համընկել են, հենց այդ հին ու բարի ժամանակներում էլ Աստղիկը մեծ տնտեսություն է հիմնել, տուն, պտղատու այգիներ, ամեն ինչ։ Հիմա էլ երկրորդ կնոջ հետ երկրորդ շնչառություն ստացած Պապը երջանիկ է, սիրով շրջապատված ու առողջ։ Դո ժամանակին ճաշը պատրաստում է, ժամանակին ուտացնում է, ժամանակին շորերս մաքուր պահում է, տենում որ կեղծոտա ջղային անում է, զորով շորս հանում է, ասում է չէ, պիտի հագնես։ Ամոթա, ինչի ես այդ կեղտոր շորը դուզ գալի։ Մի խոսքով անող դնող տանտիրուհի Պապը սկսում է պարծենալ գյուղի համար մեկ տան տիկինն է սիրված ու հարգված բոլորից։ Արևանի տան էլ երկար չեմ կարող նստեմ, բայց բոլորն շատ սիրում հարգում են, ես չեմ պարծենում։ Իսկապես որի ճոճկանեցին, ասեք ինչ չեմ պատկերացնում, որ հեսա 16 տարի է ես այս ճոճկանում եմ, ինձ թվում է մի մարդ չի լինի, որի մասին բացասական բան ասի։ Ես չասեք իրան գովում է, ես ինչի եւ իրանցից շատ գող եմ, շատ, այսպես գող եմ, որ ոտովել եմ մաղթալա գնալիս եմ կամալավերդի, ասենք տրանսպորտել չենի, շատ վացքի փողն էլ չեն վերունում, թե երևի իմ քիչենին բնավորությունից նա ասող խոսող եմ, չգիտեմ, բայց առաջ սենց չեմ ելել, հիմիստի խոսում եմ, որ խոսում եմ մեն ասում լիզուտ կտրիվ դեմ, արդեն ճիշտ ասած ներվերից էլ չիմ քիչ շատ աչղայնացնում ինձ։ Ունի, խոսալով ձև ունի։ Ես անձրևին ինչ բան երնդի։ Շլանգը միացրած էր, ջուրը ապահով էր, ընդի անելու բան չկար, ոչկեկը փագած էր, ինչ էր գնացել, թացելավ գնաց եկավ։ Թաց չմել է, գործ կարարի էլի։ Մի խոսքով այս հարկի տակ վեճերը միայն իրար չխնայելու, շատ աշխատել նարգելելու առիթով են, համեկել մոտոքշելու։ Այդ հիմա է սրբուհի տատը փորձում արգելել Պապին սանձել իր Ասլանին, ջահել ժամանակ ինքն էլ Պապի հետ մոտոցիկլետ էր նստում ու չէր դժգոհում։ Իսկ ընդհանրապես սրբուհի տատը լավատես մարդ է ու վստահ է, որ բոլոր անհաջողություններին հաջորդում են հաջողություններ, հենց այդ հավատով էլ ապրում է։ Կարկուտը վնասեց, մի հատ տերև չկար, բայց եմ ելի տերև ատվել, կարալյոկը մի հատ տերև չկար, այսինք փետերներ, մի տերև ատվել, ոնի տակերին կա, քաղում ենք, ծախում ենք, չեմ ուրանում, որ մեն ասում, մի չկա, կարկուտը սրբեց, սուտ են ասում, ասու փեշերը բոլորի վրալի, ինչ ասեմ, ասուս մենակ էտ եմ խտում, խաղաղություն էլի, մեր երեխեքն էլ, որը գնա ծառայության, հաջող գա, մեզ հասնի են, մեկն էլ գնա, իչև էլ ատենանք,
ինչ կլինի։ Լավ կլինի, ավելացնում է տատն ու հրաժեշտ տալիս մեզ, իսկ նրանց հանդարտ առօրյան ցույց է տալիս, թե ինչպես կարելի ապրել կողք կողքի, հաշտ ու խաղաղ, թեկուզ մի աշխարհում, որտեղ խաղաղությունը հաճախ է խախտվում։ Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, Ճոճկանի ծանկյուն Գումարած 3 հեռուստաընկերության համար։